Բարի լույս սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Բարի եկած եք Տերոջի դան մեջ։ Ինչպես եք բոլորդ, հուսամ լավ եք, հանգիստ եք, ովքեր օրհնված են այս սքանչելի պարապանությամբ։ Տերոջի ներկայությունը հոսեր, չէ՞։ Դեր օրհնե եղբայր, դեր օրհնե բոլոր երկողները, մասնակցողները, իսկապես սքանչելի բահմաններ, որ Տերոջ մովանցուցինք, դերը ներկայ է այսօր մեր մեջ։ Ամեն։ Ովքեր կհավատան, ովքեր կվայելեն Փարքաստո այսօր անգամ եւս մեծ ուրախություն է ինձ համար ծեր մեջ Տերոջը խոսքը գիսվել իսկապես մեծ բադիվ է մեծ օրհնություն է եւ այսօր ինչ որ դերը գուզե ինձի խոսիլ անը որ ցեզի կփոխանցեմ եւ ես ամեն անգամ գսեմ խոսողը կփոխվի բայց հեղինակը չի փոխվի խոսքին ամեն հեղինակը նույն ինքը Տերոջը հոգին է որ հղացավ խոսքը եւ այսօր դարձյալ կխոսի յուրաքանչյուրիս Այսօր հատուկ բարևներ կուղարկենք մեր Facebook-ի ընկերներուն, բարեկամներուն, սիրելի եղբայրներ, քույրեր, դեր օրհնե ցեզի, որտեղեն որ կմիանաք։ Այսօր Տերոջը խոսքը նաև ցեզի հասնի եւ լա օրհնություն ուր որեք եւ դուք ալլակ լույս ծեր շրջանագի մեջ։ Հալելույա։ Այսօր Տերոջը խոսքեն գուզեմ գարտալ Գործ Արաքելոց երկրորդ գլուխ 41-47-րդ համարները։ Գործ Արաքելոց Երկրորդ գլուխ 41-47-րդ համարները։ Անոնք, որոնք սրտանց ընդունեցին անոր խոսքերը, մգրդվեցան։ Այն օր 3000 հոգի չափավելցան։ Միշտ առաքյալներուն վարդապետության, միապանության, հաց կդրելու եւ աղոթելու յետևեին։ Ամեն մարդու վրա վախ ընկավ եւ առաքյալներուն ցերկով շատ հրաշքներ ու նշաններ գործվեցան։ Բոլոր հավատացյալները մեկտեղ էին եւ ամեն բաներնին հասարակած էր ստացվածքնին եւ ունեցած բաներնին գծախեին ու անոնց քինը գբաժնեին անուն ամենուն որու որ բամը պետք լար ամեն օր միապանությամբ դաջար երթալու յետևեին եւ դուներնին հաց կգդրեին ու գերագուրնեն գուդեին ուրախությամբ եւ սրդի միամդությամբ ասված գործնեին ու բոլոր ժողովրդին արչեւ շնորհք կգտնեին Դերը օրե-օր բրգվածները գավելցներ եկեղեցին։ Ամեն սերներ հրամեցեք դեր օրհնե իր խոսքը մեզ մեր յուրաքանչյուրին։ Այսօր արդյոք հստակ է ինչ է նույնը մեր այս հատվածեն։ Հստակ է, չէ՞, որու մասին մի խոսենք այսօր։ Առաջին եկեղեցի մասին մի խոսենք այսօր սերներ։ Այս վերջին շրջանին դերը հadouk իմ ուշադրությունս դարձուց այս եկեղեցին որ արցանակրված է Գործ Արաքելոցի առաջին էջերում մեջ։ Եվ ուղղակի դերը սքանչելի բաներ ցույց այս եկեղեցիի մասին, որոնք բարձրապես կգարտանք այս էջերում մեջ եւ այսօր միասնապար պիտի սերդենք։ Եվ գուցեմ 3 բաժիններու մասին խոսիլ։ Առաջին եկեղեցու սույներուն մասին, երկրորդ առաջին եկեղեցու հատկություններուն մասին եւ երրորդ Առաջին եկեղեցու բդուղներու մասին։ Այո, պատրաստ ենք սիրելներ։ Սկսենք սույներեն։ Ինչ է առաջին եկեղեցու հիմքերը, սույները։ Առաջինը սիրելներ, Աստծո խոսքն էր։ Եվ երբ կգարտանք 42-րդ համարի մեջ, գսե միշտ առաքյալներուն վարդապետության յետևեին։ Առաջին բանը ինչ էր, առաքյալներուն վարդապետությունը։ Գիտեք Հիսուս երբ Երկրի վրա էր աշակերտեց եւ սորվեցուց անոնց, չէ, Աստծո թագավորության մասին, հորը մասին, երկնքի քաղաքները հայտնեց։ Եվ երբ պիտի մեկներ այս աշխարհին, ինչը սավ իրենց, կացեք, աշակերտեցեք եւ սորվեցուցեք զանոնք այն ինչ որ ես ցեզի սորվեցի, չէ։ Սո առաքյալները ինչերին հնազանդեցան Հիսուսի, արին այդ խոսքերը եւ սկսան վարդապետելու, սկսան սորվեցնելու Եվ եկեղեցին ծնավ առաքյալները այս բադվիրանքը արին եւ սկսան անիկա գդարելու։ Եվ այն բադվիրանը, որ Հիսուս տվավ աշակերտելու համար դարձավ եկեղեցու հիմքերը մեկը, որն էր Աստծո խոսքին վարդապետությունը։ Այլ խոսքով անոնք Հիսուսի արին եւ սկսան փոխանցելու եկեղեցին։ Եվ հետաքրքրական է, որ Հիսուս միան չէր աղբյուրը Տերոջ խոսքին։ Գիշեք Հիսուս իրենց ինձ սավ որ հիմա ամեն բան չեմ գնալ ցեզի խոսիլ,
որտեղ ամեն բան չեք կրնար դանել։ Բայց երբ մխիթարի չղրգեմ, ինք ցեզի ամեն ճշմարության պիտի առաջնորդե, չէ՞։ Եվ ցեզի քալիք բաները պիտի ասե։ So Հիսուսի արին, բայց Սուրբ Հոգին շարունակեց, ուր որ Հիսուս գեցավ։ Որտեղ Հիսուսի ժամանակը կարճ էր, եւ անոնք պատրաստ չէին ամեն բան։ Բայց երբ Սուրբ Հոգին իջավ անոնց վրա, Սուրբ Հոգին սկսավ շարունակել շինել այն գառույցը, որ Հիսուս դրավ։ Եվ շարունակեց խոսիլ անոնց, եւ անոնք շարունակեցին աղբյուրեն առնելու եւ դալու ժողովրդին։ Ուրեմն առաջին սույնը ինչ էր սիրելիներ, Աստծո խոսքն էր առաջին եկեղեցիի մեջ։ Եվ գիտեք շատ նախանցախնդիր էին անոնք Աստծո խոսքին նկատմամբ։ Եվ ասիկա գիտեք ուր հստակ կտեսնենք։ Երբ եկեղեցին մեծավ եւ ծառայությունը մեծավ, առաքյալները ինչ էին, սարգսակներ օծեցին։ Ինչու համար, որբեսի ծառայությունը չդուժեր, բայց երկրորդ կարևոր բան որբես Աստծո խոսքը չդուժեր։ Մենք կգարտանք, որ գսեն, որբեսի անոնք Աստծո խոսքին մեջ բարաբային։ Եվ հոս կտեսնենք, որքան նախանցախնդիր էր առաջին եկեղեցին Աստծո խոսքին նկատմամբ, որ ինչ որ պետք է ըրավ, որբեսի Աստծո խոսքը չդուժեր։ Եվ անիկա շարունակվեր։ Ամեն։ Եվ գիտեք այս խոսքը որ գարնեին անոնք վերի աղբյուրեն գուկար։ Ուրիշ բաներ չէր խառնված անոր մեջ։ Մարդկային ասեմ աստվածապանություններ մտքեր չի գար։ Ինչու որտեվ առաջին եկեղեցին էր, թերթարմ էր, չէ՞։ Աղբյուրեն գարներ եւ գուդար։ Եվ ժողովուրդը ծարավ էին սիրելիներ։ Գուքային եւ անորամար գսե անոնց յետևե էին։ Վարդապետության առաքյալներուն վարդապետության յետևե էին։ Ամեն։ Ուրեմն առաջին ինչ էր սիրելիներ, Աստծո խոսքն էր։ Եվ Աստծո խոսքը նաեւ ուրիշ միջոցով կփոխանցվեր իրենց։ Գուզեմ գարտալ առաջին Կորինթացիս 14-րդ գլուխ 26-րդ համարի մեջ հետևյալը գսե. Ուրեմն եղբայրներ, երբ մեկտեղ կհավաքվիք, ցեզմե ամեն մեկը սաղմոս ունի, վարդապետություն ունի, լեզու ունի, հայտնություն ունի, թարգմանություն ունի, ամենքն ալ շինության համար թողլան։ Ուրեմն սիրելիներ, առաքյալներուն վարդապետության սահմաններեն ներս նաև ժողովուրդը իրենց բաժինը կբերային Աստծո խոսքին մեջ։ Ասի շատ կարևոր հատկություն մնե որ առաջին եկեղեցին ուներ։ Այլ խոսքով եկեղեցին արիտ տվավ, որովհետեւ ժողովուրդը իրենց բարգևներով, իրենց հայտնություններով մասնագից ըլլան դերոջը խոսքին փոխանցման մեջ։ Ասիկա շատ գեղեցիկ բան է սիրելիներ։ Անոնք ոչ թե միան իրենց բնական բարգևները գործածային, բայց նաև հոգևոր բարգևները եւ քերբնական բարգևները գործածային, ինչպես լսեցինք հայտնություն, լեզուներ, թարգմանություն, մարգարեություն, որոնց միջոցով Սուրբ Հոգին նաև գխոսեր։ Բահում մտածենք սերներ, այսօր առաջին թարը գարձես միասին գերտանք, չէ՞։ Եվ գուզենք մտնել անոնց իրավիճակի մեջ, անոնց եկեղեցի մեջ, տեսնելու թե ինչպես կքալերային, ինչպես կքալեին անոնք։ Եվ անորամար ինչպես որ սիրելիներ, Աստծո խոսքը նաև գուքար մարդոց միջոցով, անորամար ազատություն կար ան եկեղեցի մեջ, արիտներ կային մարդոց, որովհետեւ անոնք իրենց բարգևները կործածեին։ Եվ չնայած գար այն ազատությունը, բայց նաև գար գարկաբահություն։ Բողոս առաքյալ երբ կշարունակենք, գսե եթե մեկը օդար լեզու կխոսի, երկու կամ երեք հոգի ըլլան, այն ադեն մեկիկ թող խոսին։ Իսկ եթե մարգարեներ երկու կամ երեք հոգի ըլլան, մեկիկ թող խոսին։ Չեմ ուզեր լման գարտալ, բայց ուրեմն ազատության գողքի նաև գտեսնենք, որ գարկ կար, գարկաբահություն կար։ Եվ ո սարակյալը ստակ կսե, որ եթե ժողովուրդը գուզե իրենց բաժինը փելեր թողանին ալլա գարկով, մեկ առ մեկ, որպես ամեն բան ալլա գարկաբահությամբ եւ շինությամբ, բոլորը մասնակցին, բոլորը լսեն եւ բոլորը շինվին։ Հետաքրքրական է, չէ՞։ Եվ գարկաբահության գողքին ուրիշ բան մը գար նաեւ հաշվետվություն կար։ Անգլերենով գսեն accountability։ Ինչու, որովհետեւ գտեսենք, գսե երբ օդար լեզուներ կան օրինակ, պիտի խոսի, թող թարգմանվի։ Ինչու, որպես խոսքը գշիրքի դա կառնվի եւ գիտնանք թե անիկա որու է, բոլորիս է, մեգումն է կամ որու համար է խոսքը, չէ՞։ Իսկ մարգարեություն եթե գա ինչ կսե, թող քննվի գսե։ Այլ խոսքով
մարգարեները թող քննեն այն խոսքը, որովհետեւ այն խոսքը ճշմարիտ վարդապետության մեջ մնար եւ հանգարց մարդկային բամոհոն չլար։ Ինչ հետաքրքրական է։ Ազատություն, բայց գարկաբահություն։ Ազատություն, բայց հաշվետվություն, որովհետև Աստված կսեր Պողոս առաքյալ խռովության Աստված չէ, այլ խաղաղության Աստված է։ Ուրեմն առաջին սույնը սիրելիներ ինչ էր Աստծո խոսքին մատակարարումն էր, որ կգադարվեր առաքյալներուն միջոցով եւ նաեւ ժողովրդին միջոցով։ Երկրորդ սույնը սիրելիներ նորեն 42-րդ համարի մեջ կտեսնենք։ Այս համարը գրեթե այսօր մեր հիմնական համարն է։ Միշտ առաքյալներուն վարդապետության, գսե միապանության եւ հաց կդրելու։ Եկեք հոս կանգնենք։ Միապանության եւ հաց կդրելու։ Միապանություն բառը անոր մասին պիտի ագնարգենք քիչիկ վերջ, բայց այստեղը միապանություն բառը բնակիրի մեջ կնշանակե հաղորդակցություն, fellowship։ Գիտեք առաջին եկեղեցվո յուրահատուկ հատկությունները մեկն էր անոնց սեղմ հարաբերությունը եւ հաղորդակցությունը։ Եվ հետաքրքրական է, որ այս հաղորդակցությունը բادرում մեջ չէր եկեղեցին միան։ Գգարտանք, որ անոնք ամեն օր իրարու հետ կհանդիպեին, իրարու հետ հաց կգդրեին, գարտացին քիչ առաջ չէ։ Ամեն օր գսե գերտային դաջար եւ դուն հաց կգդրեին։ Սո անոնց հաղորդակցությունը եկեղեցիի մեջ չէր մնար։ Եկեղեցին դուրս էր, մշտադև էր, ամեն օր էր։ Ես կզարմանամ ինչպես այս մեկը գադարային իրենք։ Բայց ասի իրականություն է սիրելներ։ Դուն երևակայեցեք հաց կգդրային։ Ով իր տան մեջ կհավաքվի իրարու հետ հաց ուտելու, ընտանիք մեջ է։ Անոնք Աստծո դունը կտեսնեին, Աստծո ժողովուրդը կտեսնեին որպես ընտանիք։ Որպես Աստծո ընտանիք եւ գաբրային որպես Աստծո ընտանիքը։ Ասի շատ սկանչելի բան է սիրելներ։ Անորամար եկեղեցի հասկացություն իրենց համար ժամանակի եւ դեղի մեջ չեր սահմանված։ Ալատկե անտին երթար իրենց առօրյային մեջ նաեւ։ Իրարու հետ կհավաքվեին ճաշ, իրարու հետ իրենց ունեցածը կբաժնեկցեին, կհաղորդակցեին եւ այդ հաղորդակցությունը բաժին մներ իրենց ընտանիքի եւ եկեղեցու հասկացողության մեջ։ Սկանչելի է սիրելներ, չէ՞։ Այլ խոսքով եկեղեցին մտնոլորտ մներ, որ միշտ կար իրենց համար։ Ոչ թե միան երկու ժամի մեջ կար, այն մտնոլորտը, այն հոգևոր չերմ սիրո մտնոլորտը անիկա մշտադև էր։ Ամեն օր հարադև։ Նախանցելի վիճակ է, չէ՞։ Բայց այսօր պետք է շատ բաներ սորվենք այս եկեղեցիան։ Ուրեմն երկրորդ սույնը ինչ էր եկեղեցվո հաղորդակցություն, fellowship։ Երրորդը սիրելներ դարձյալ գտնենք 42-րդ համարի մեջ։ Դարձյալ գարտամ միշտ առաքյալներուն վարդապետության, միապանության հաց կդրելու եւ ինչի հետևեին աղոթելու հետևեին։ Ուրեմն երրորդ սույնը ինչ էր սիրելներ աղոթք։ Գիտեք երբ եկեղեցին ծնավ աղոթքը ներկա էր։ Ուր ծնավ եկեղեցին։ Գիշեք Վերնադան մեջ։ Եվ Սուրբ Հոգին իջավ իրենց վրա, չէ՞։ Բայց նախքան Սուրբ Հոգին իջնելը ինչ կնային իրենք, ինչ կգարտանք միապանությամբ կաղոթեին։ Միապանությամբ աղոթքի մեջ կշարունակեին անոնք սիրելներ։ Անորամար եկեղեցու ծնունդեն բաժին մներ աղոթքը։ Բաժին մներ։ Հոն ծնավ եկեղեցին։ Ես չեմ կարծեր առանց այդ աղոթքի միապանությամբ եկեղեցին կծներ։ Բայց որովհետև այն աղոթքը գար, այն միապանությունը գար, եկեղեցին ծնավ։ Եվ երբ եկեղեցին ծնավ, այդ աղոթքը չթատրեցավ։ Այդ աղոթքը շարունակվեցավ, որպես կարևորագույն բաներ են մեկը առաջին եկեղեցիի մեջ, որպես սույները մեկը, որ անոր գհենեին։ Գիտեք այսօր ընդհանուր եկեղեցին շատ բաներու մեջ գաջի։ Տեխնոլոգիայի մեջ գաջի, ծրագիրներու մեջ գաջի, ծառայություններու տեսակավորման մեջ գաջի, գեղեցիկ վայրեր շինելու մեջ գաջի, բայց շատ անգամ դժբախտաբար աղոթքի մեջ յետև կմնա եկեղեցին։ Ասի իրականություն է սիրելներ։ Շատ անգամ աղոթքը որպես սույնը լալը կթատրի եկեղեցիի մեջ։
Գիտեք այսօր աղոթքը գործածվի պաշտամունքը սևենք թե պաշտոնականացնելու։ Գիտեք քեղեցիկորեն կփանանք աղոթքով կկոչենք։ Շատ լավ բան է, բայց առաջին եկեղեցին չէր բավարարվեր անոր։ Առաջին եկեղեցին կհավաքվեր աղոթքի համար։ Գշարնագեր աղոթքի մեջ։ Այսօր գաղոթենք շատ անգամ միան գարիքներու համար, երբ գարիք ունենք հիվանդություն կա, վիճակ մը կա, անմիջապես գաղոթենք։ Դեր օրդն է առաջին եկեղեցին ալ գաղոթեր, բայց միան գարիքներով չէր զբաղված առաջին եկեղեցին։ Առաջին եկեղեցին թագավորության համար ամեն օր գաղոթեր։ Ամեն օր գահավաքվեն գիշեք Հովանես եւ Պետրոս, գսե երբ եկեղեցիկ դրան արչեւ գաղին բժշկեցին, ինչու կմտնեին 9-րդ ժամվան աղոթքին համար։ Իրենց համար սովորություն էր աղոթքը, իրենց համար նպատակ էր, իրենց համար հարադեվություն էր, իրենց համար դիսցիպլին էր աղոթքը։ Եվ ոչ թե միան գարիքներու եւ ասենք բարականերու մեջ։ Այսօր շատ բան ունենք սորվելու սիրեն առաջին եկեղեցին։ Իրենց համար աղոթքը օքսիգենի պես էր, առանց անոր չէին գնալ ապրել։ Այսօր շատ եկեղեցիներ կան, ազոխոսը կարոզվի, բայց աղոթքի բագասությունը կա։ Բայց այսօր կսորվենք առաջին եկեղեցին, որ երեք կարևոր հիմքեր կան. ազոխոսը, սերմ հաղորդակցությունը եւ աղոթքի կարևորությունը, որ այս եկեղեցին ոտքի կբահեր։ Ամեն։ Եվ այսօր եթե գուզենք իրենց նմանելու, պետք է քալենք այս սույներուն վրա։ Ամեն սիրելիներ։ Գնանք արչեւ վերտալ։ Երկրորդ պիտի խոսենք առաջին եկեղեցու հատկություններու մասին։ Առաջին եկեղեցին քեղեցիկ հատկություններ ուներ։ Եվ ես գարձեմ, որ շատ են անոնք, բայց այսօր գուզեմ մի քանի մասին խոսել, հիմնական հատկություններու մասին։ Առաջինը միապանություն։ Առաջին եկեղեցին միապան էր։ Մեր հատվածի մեջ 46-րդ համարի մեջ կսե ամեն օր միապանությամբ դաջարը երթալու յետևեին։ Միապանությամբ։ Եթե գարտանք Գործ Արաքելոս 4-րդ գլխուն 32-րդ համարը, գսե եւ հավատացյալներուն բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էին։ Մեկ սիրտ ու մեկ հոգի էին։ Ասի հստակ մեզի ցույց կտա, որ հոն շոշափելի միապանություն մգար։ Շատ հստակ կերպով։ Եվ եթե հարցնենք ինչի շուրջ կմիապանեին, ինչ էր իրենց միապանողը, վստահ պատճառներ կար, չէ՞։ Գրնանք մի քանի հատ հիշել, նախ Աստծո խոսքին շուրջ կմիապանեին։ Գիտեք, սկիզբը ագնարկ մնացի, որ Աստծո խոսքը առաջին թարում մեջ թարմ երկինքեն գուքար։ Դարբեր աստվածապանություններ չի գային։ Դարբեր մեկնաբանություններ չի գային այսօրվա պես։ Դարբեր հարանվանություններ չի գային, denominations։ Ամեն մեկ բանի վրա գշեշտե, մեկ բանի գահավադա եւ այլն, բայց մեկ վարդապետություն կար, որ երկինքեն գուքար։ Եվ այն խոսքը իրենց կմիապաներ։ Ամեն։ Երկրորդ աղոթքի շուրջ կմիապանեին։ Ինչպես կարդացինք, միշտ հարադեվ աղոթքի յետևեին։ Եվ այն աղոթքի գարիքը, աղոթքի կարևորությունը, որ իրենք գիտեին, անիգազ իրենք կմիապաներ, որ մեկ հոգի, մեկ սիրտ լալով գարենան դերոջը աղաչել, որբեսի իրեն թակավորությունը դարածվեր։ Ամեն։ Աստծո վախը իրենց կմիապաներ։ Երբ կգարտանք, կտեսնենք, որ շատ անգամ, ինչպես 40-րդ համարի մեջ կսե ամեն մարդու վրա վախ ինգավ։ Եվ այս խոսքը շատ տեղեր կտեսնենք, որ Աստծո վախը անոնց վրա եկավ։ Երբ գարտանք Գործ Արաքելոսի մեջ կտեսնենք հարադեպ։ Գիտեք, անոնք նշաններ տեսան, անոնք Պենտեկոստեն տեսան։ Անոնք նաև տեսան, իշեք Անանիա եւ Սապիրա երբ մահացան, անիալ տեսան եւ գսե Աստծո վախը անոնց վրա ինչավ։ Ուրեմն շատ բաներ կբադահեր, որ անոնց վրա Աստծո վախը գուքար։ Եվ Աստծո վախը կմիապաներ իրենց։ Երբ բոլորը Աստծո հանդեպ կվախնան, ադիգա կմիապանե մեզ։ Ամեն։ Հավիտենական հույսը իրենց միապանություն գուդար։ Սիրեն առաջին եկեղեցու աչքերը թեպի երկինք ուղված էր։ Հալածված էին, բայց իրենց աչքերը վեր էր։ Չնայած Հիսուս նոր համբարձած էր, բայց անոնք Քրիստոսի կսպասեին։ Եվ երբ կգարտանք նամակները կտեսնենք, որ Բողոս Արաքյալ եւ Արաքյալները հաջող իրենց ուշադրությունը վեր էր, չէ՞։ Վերի փառքին էր։
Եվ առաջին եկեղեցին այս բանի շուրջ ալ միապաներ, որ իրենց աչքերը վեր էր, այս կյանքի վրա չէր։ Անորոմա պատրաստ էին ամեն ինչ տալու, որևէ իրենց աչքերը երկինք էր։ Եվ անորոմա հավիտենական հույսը իրենց կմիապաներ։ Եվ նաև հալածանքը իրենց կմիապաներ։ Որտեվ նույն թշնամին ունեին, նույն հալածանքը կգրեին։ Հրյաներեն լքված էին, հալածված էին, չէ, շատեր նույնիսկ դուրս տրված էին։ Եվ անիալ իրենց կմիապաներ, որտեվ նույն ցավը ունեին, նույն թշնամին ունեին, չէ, նույն հալածանքը ունեին։ Գտեսնեք որքան բաներ կա, որ իրենք կմիապաներ։ Միապանություն այսպես մի անկեղեցիկ բառը չէ, որ գործածենք։ Ճշմարիտ միապանություն կար հոն։ Ամեն։ Երկրորդ հատկությունը սերներ, առաջին եկեղեցվո սերներ։ Առաջին եկեղեցվո մեջ սերներ գենթանի սեր կար, որ գաբրեր Քրիստոսի սերը, որ գշրջանցեր Քրիստոսի մարմնին մեջ։ Եվ անիգա կորցնական էր սերներ, անիգա շոշափելի էր։ Գրնայր դեսնել, գրնայր շոշափել, գրնայր վայելել փորձարապար։ Գիտեք, ասիկա շատ հստակ կդեսնենք, երբ կդեսնենք անոնք ամեն բան կգիսվեին և կփաժնեկցեին, չէ։ Կարդացինք, առոնց իրենց բարգևները կփաժնեկցեին, ինչպես հիշեցինք, իրենց դուները կփանային, կարդացինք, չէ, դուներնին հաց կգդրեին և գերագուրնին գուդային, դուն իրենց դուները կփանային իրարու համար, դերոջը զավակները գերագրելու համար, իրենց սեղանները կփանային, իրենց ուտեստեղենները կփաժնեկցեին և ոչ թե միանատ կան, իրենց ստացվածքը կգիսվեին։ Դուք կրակ երևակայել, որ իրենց ստացվածքը կձախեին, գալված, ստացված, չեմ գիտեր ուրիշ ինչեր գար ակարակ և դերոջը ժողովրդին համար կգործածեին, որև գարիքավորներ գային։ Գրնակ երևակայել ինչ մագարտագի սերը ասիգա։ Քրիստոսի զոհվող սերը անոնց մեջ կար և անոնք պատրաստ էին իրենց ունեցած դալու։ Այսօր որքան սորվելիք ունենք այս եկեղեցին սիրելիներ։ Անոնց այս սիրո թիրքը որքան մեզ պետք է քրքրե իրենց նմանելու համար։ Ուրեմն միապանություն, սեր։ Եվ երրորդ ուրախություն և գոհունակություն։ Առաջին եկեղեցվո մեջ ուրախություն կար սիրելիներ։ Եվ ասիգա կտեսնենք 46-րդ համարի մեջ, գսե ամեն օր միապանությամբ տաճարը երթալու ետևեին և դուներնին հաց կգդրեին ու գերագուրնին գուդեին ուրախությամբ և սրտի միամտությամբ։ Ուրախություն կար առաջին եկեղեցվո մեջ։ Եվ այն ուրախությունը գուքար դերոջմեն, այն ուրախությունը գուքար միասնապար իրարու հետ լալեն, այդ ընտանիքի հասկացողութենն, ինչպես ընտանիք մի իրարու հետ ուրախ կլա, ինչպես ընտանիքը ուրախ կլա, երբ նոր զավակ մգծնի չէ, նույնպես առաջին եկեղեցուն այդ ընտանիքի բարձ միամիտ ուրախությունը ունեին իրենց մեջ։ Եվ չնայած հալածված էին, աղքատ էին, բայց ուրախ էին։ Եվ գոհունակ էին։ Այսօր աշխարհ գոհունակ չէ, միշտ կցանգա ավելին, այսօր շատ անգամ հավատացյալներ գոհունակ չեն իրենց վիճակեն, բայց այս եկեղեցին գոհունակ էր իրենց համեստ պայմաններում մեջ, և անոնք ուրախ էին իրարու հետ, և այն ներքին ուրախությունը սիրելիներ գդիրեր իրենց մեջ, և ոչ թե իրենց բարակաները գդիրեր իրենց վրա։ Դուրսը գալ հալածանք, չքավորություն, բայց եկեղեցու մեջ կար ուրախություն, խաղաղություն, գոհունակություն։ Սկանչելի է, չէ՞ սիրելիներ։ Գրնանք ասել նախանցելի թիրք մնե, որուն այսօր պետք է ես և դու նայենք և ուզենք իրենց նմանիլ։ Եվ վստահ եմ ես ուրիշ շատ հատկություններ կան սիրելիներ, բայց այսօր ուզեցի այս երեքը հստակ ասել և խոսիլ ձեզի՝ միապանությունը, սերը և ուրախությունը։ Ամեն։ Եվ երրորդ բաժինը սիրելիներ, այսօր կուզեմ խոսիլ անոնց բդուղներում մասին։ Ինչ էր առաջին եկեղեցվո արդյունքը, ինչ էր բդուղները,
որ այսօր գրնանք տեսնել եւ ուզել այն բդուղներ մենք ալ ունենալ։ Այս ծառը ինչ բդուղներ տվավ։ Առաջին երկրորդ գլուխ 47-րդ համարի մեջ կտեսնենք Աստված գործնեին ու բոլոր ժողովրդին արչև շնորհ կգտնեին։ Ու ժողովրդին արչև ինչ կգտնեին։ Շնորհ։ Ասի բդուղները մեկն էր առաջին եկեղեցու։ Գիտեք Հիսուս Հովան ու 10-րդ գլխում մեջ սա ասով պիտի գիտնան թե դուք իմ աշակերտներս եք եթե ձեր մեջ ինչ ունենաք սեր ունենաք եւ երբ Հիսուս արաքյալներուն համար աղոթեց 17-րդ գլխում մեջ սա դեր անոնց միապան բահ է որբեսի մարդիկ գիտնան թե փունզիս խրգեցիր սո սերը եւ միապանությունը աշխարհի արչեւ նշանադրվեցավ որբեսի մարդիկ գիտնան թե եկեղեցին Քրիստոսի կպատկանի եւ թե Աստված Քրիստոս խրգեց եւ այս երկու անոնց մեջ կային սերը եւ միապանությունը ինչպես տեսանք եւ որովհետեւ այս սերը եւ միապանությունը գար մարդոց արչեւ շնորհ կդանանք մարդիկ երբ կտեսնեին սիրելիներ այս եկեղեցին դարբեր բամը կտեսնեին բանիմը կհանդիպեին որ իրենք գարիք ունեին Բանիմը կհանդիպեին, որ ուրիշ տեղ չէին գտնել։ Սեր, անգեղծություն, զոհողություն, միապանություն դերմը չկար։ Անորամար մարդիկ կհրաբուրվեին, կքաշվեին։ Այսօր թշպախտաբար շատ անգամ եկեղեցին քայթաղություն կլա։ Բայց առաջին եկեղեցին հրաբուրեց մարդոց։ Եվ անորամար մարդիկ մարդոց արչև շնորհ կտան սիրելներ։ Եվ մարդիկ ուզեցին միանալ այս քեղեցիկ երկնային ընտանիքին։ Սերն մարդիկ Քրիստոսի եւ Աստծո բնության կհանդիպեին, երբ եկեղեցին մեջ գերտային։ Աստծո բնության կհանդիպեին, Աստծո սիրո, Աստծո շնորհքին կհանդիպեին, չէ՞։ Եվ անիկա իրենց կքաշեր, որտեղ անիկա իրենց կբժշկեր, անիկա իրենց գարիքները կլեցներ։ Ամեն։ Ամեն։ Երկրորդ ընդարձակում multiplication ասիգա առաջին եկեղեցու բդուղները մեկն էր եթե գարտանք 47-րդ համարը նայեցեք ինչ կսե Աստված գործնեին ու բոլոր ժողովրդին արչև շնորհ կգտնեին դերը օրե-օր փրկվածները գավելցներ եկեղեցին դերը օրե-օր գավելցներ փրկվածները ուրեմն անոնք շնորհ կտան մարդոց արչև եւ Աստված սկսավ ավելցնելու իրենց ինչու անոնք սկսան մեծնալու լավ ռեկլամներ ունեին լավ ծառայություններ ունեին լավ թրություններ ունեին լավ շենքեր ունեին լավ ծրագիրներ ունեին ոչ ասոնք շատ լավ բաներ են բայց ասոնք չունեին իրենք բայց մարդոց արչև շնորհ կտան ինչու որովհետև անոնց մեջ սեր կար անգեղծություն կար եւ միապանություն կար եւ երբ Աստված տեսավ բադվեց իրենք եւ ավելցուց անոնց թիվը իրենք չապելցուցին Աստծո խոսքը ստակ կսե Աստված ավելցուց Աստված է որ գավելցնե սիրելներ եւ չենք տեսներ եկեղեցու մեջ հadouk ծրագիրներ կային իրենց թիվը ավելցնելու համար ոչ իրենց նպատակը գործվածը փնտրելն էր գտնելն էր իրենց նպատակը եկեղեցին մարմին հոգ տանել էր եւ Աստված էր որ անոնց գավելցներ որով Աստված տեսավ անոնց իրավիճակը անոնց թիրքը զոհողությունը եւ բադվեց անոնց եւ անոնց թիվը ավելցուց եւ անոնք գավելնային եւ անոնք գաջեին այլ խոսքով սիրելներ անոնք զոհեցին իրենց ունեցածը իրենց ստացվածքը բայց հոգիներ շահեցան երանելի այն մարդը որ ժամանակավորը գզոհե հավիդենականը շահելու համար առաջին եկեղեցին այս իմաստությունը ուներ այս հայտնությունը ուներ երանի մենք գալ նույնպես կալենք սիրելներ այսօր դանք այնինչ որ ժամանակավոր է որբեսի առնենք եւ շահենք այնինչ որ հավիդենական է անոնք դվին իրենց ստացվածքը հոգիներ շահեցան եւ այսօր մենք կանչված ենք նույնպես կալելու իրենց շավիրին ամեն ուրեմն երկրորդ բդուղը ինչ է ընդարձակում էր երրորդ սիրելիներ հրաշքներ եւ նշաններ առաջին եկեղեցու մեջ հրաշքներ եւ նշաններ կան չէ գարտացինք Արաքյալներուն ցերկով շատ հրաշքներ եւ նշաններ գլան եւ յետքը անիկա անցավ ժողովրդի մեջ
գսե Ֆիլիպ ավետարանիչը երբ կկարոզեր հրաշքներ եւ նշաններ գներ։ Եվ գտեսենք սարգսակները սկսան հրաշքներ եւ նշաններ անելու։ Անիկա փոխանցվեցավ, մարդիկ սկսան տեսնել եւ այն հավատքը իրենց մեջ եկավ, այն զորությունը, այն բարգևները իրենց մեջ եղավ եւ սկսան զորությամբ քալել, հրաշքներով քալել։ Առաջին եկեղեցու մեջ զորություն կար սիրելիներ։ Եվ ասիկա իրենց բդուղները մեկն էր։ Ինչու գիտեք, որտեղ նախ անոնք ավետարանչության հավատացող եկեղեցի էր։ Աստծո խոսքը գերտային եւ գավետարանային։ Եվ գիտեք ինչ կսե, Աստված կհաստատեր իր խոսքը նշաններով եւ հրաշքներով։ Երբ եկեղեցին գավետարանե խոսքը եւ գերտա եւ գխոսի Հիսուսը կկարոզե, Աստված պատասխանատու կսկա իր ցերկի երկարելու եւ հրաշքներ եւ նշաններ անելու։ Եվ այն էր որ կգադարվեր։ Եվ անոնք նաեւ գաղութեին, որ Աստված զորությամբ կործե։ Գիշեք 4-րդ գլխում մեջ, եթե գարտացած եք, անոնք շատ զորավոր աղոթք մերին, որ դեղը շարժեցավ։ Ինչսին դեր նայր անոնց սպառնալիքներուն, անոնց threat-ներուն եւ շնորհ կրեքու ծառաներուտ, որբեսի Աստծո խոսքը զորությամբ եւ համարձակությամբ խոսինք եւ քու որդիդ Հիսուսի անունով հրաշքներ եւ նշաններ արե։ Անոնց աղոթներ նաեւ, անոնք ակնկալություն ունեին դերոճմեն, որ Աստված քար եւ կործեր, ինչ իրենք գավետարանային, ոչ թե իրենց համար, ոչ թե իրենց համբավին համար, ոչ թե որ իրենք փաստեն, որ իրենք փամմեն, ոչ, Աստծո թագավորության համար, որովհետեւ մարդիկ տեսնեին հրաշքները եւ արիթ ունենային դերոճը քալու։ Ուրեմն առաջին եկեղեցին գավետարաներ, առաջին եկեղեցին գաղութեր նշաններու համար եւ առաջին եկեղեցին մտնոլորտ կստեղծեր, որ Աստված քար եւ ներկործեր։ Այն սերը եւ միապանությունը, որ խոսեցան անորմացին, արիթ կուդար, որ դերը քար եւ իր նշաններ եւ հրաշքները թափեր։ Ահա գտեսնենք ինչու համար առաջին եկեղեցու մեջ նշաններ կգադարվեին սիրենային։ Անոնք կհավատային նշաններուն, անոնք կխնդրեին, անոնք կավետարանեին եւ Աստված կհաստատեր իր խոսքը նշաններով եւ հրաշքներով։ Եվ ասիկա մեզի դրված է այսօր սիրեներ, որովհետեւ նույն հոգին է, որ իրենց մեջ կործեց, այսօր պատրաստ է մեր մեջ եւ գշարնագե հրաշքներ եւ նշաններ անելու։ Մինչ մենք գավետարանենք, մինչ մենք խոսքը կփոխանցենք, մինչ մենք գաղութենք, դեք շատ անգամ մարդիկ կսեն հրաշքներ շատ չենք տեսներ։ Միգուցե հարցնեմ վերջին անգամ երբ կացիր ավետարանացիր խոսքը եւ մեգումը վրա ցերկ դրիր եւ աղոթեցիր։ Օրինակ։ Ասիկա մեզի համար է այսօր սիրելիներ, ոչ թե միան առաջին եկեղեցու։ Գիտեք շատեր կհավատան, որ այս նշանները միան առաջին եկեղեցու համար է։ Դժբախտաբար շատ եկեղեցու վարդապետություններ կա, որ այսօր հստակ այդպես կկարոզե։ Թե այս բաները անցան հրաշքները, քերբնական բարգևները, բայց անիկա իրականություն չէ սիրելիներ։ Այնպիսի բանը չենք կարդարած խոսքի մեջ։ Նույն ինքն Աստվածը, որ ռավ այսօր պատրաստ է անել եւ արդեն գնե մեր մեջը եւ պիտի ընե։ Ամեն։ Ուրեմն հրաշքներ եւ նշանները սիրելիներ, անոնց բդուղները մեկներ։ Եվ վերջին բդուղը Աստծո շնորհքին արադությունը գարանոնց մեջ։ Ինչս էլ գուզամ գարտալ Գործ Կարաքելոս 4-րդ գլուխ 33-ին 35-րդ համարները։ Արաքյալները մեծ զորությունով վգայ էին դեր Հիսուսին հարությանը, անոնց ամենու վրա մեջ շնորհք կար։ Անոնց մեջ գարոդություն քաշողը չկար, վասնզի անոնք որ ակարակներու կամ դուներու դեր էին գծախեին եւ ծախվածներուն քիները գբերեին ու արաքյալներուն ոտքը գտնեին եւ ամեն մեկուն իր գարոդությանը նայելով կբաժնվեր։ Սիրներ առաջին եկեղեցու մեջ շնորհք մդրվեցավ վերեն, որ քերբնական շնորհք մներ եւ այս շնորհքը երկու բան գներ։ Այն շնորհքը մարդոց գարիկները կկոչեր։ Հadouk շնորհքը իջավ անոնց վրա, որ ամեն գարիկ գլեցվեր առաջին եկեղեցու մեջ։ Ասիա քերբնական շնորհք մնե, որ Աստված գուդա եկեղեցին եւ կգտնե միապանություն, սեր եւ անգեղծություն։ Եվ գտեսնենք հոն մարդոց գարիկները գլեցվեր։ Եվ ես կհավատամ, որ այս շնորհքը այսօր մեզի համար է նաեւ։ Եվ Աստված պատրաստ է մեզի դալու այս շնորհքը։ Եվ երբ այս շնորհքը գտապվի, մարդոց գարիկները կհոգացվին, ոչ թե միայն ֆիզիկական, բժշկական, մարդոց հոգեգան գարիկները, մարդոց հարաբերական գարիկները, մարդոց նյութական գարիկները, ամեն տեսակ գարիկները գլեցվի, եւ Աստված իր շնորհքը գտապե։ Եվ այս շնորհքը սիրելիներ ուրիշ կարևոր բան մարավ։
անոնց մղեց դալու առանց հաշիվի։ Գիտեք, առաջին եկեղեցվո դալու չափանիշը խելքե մտքե դուրս բամանը։ Դրամապանական չէ։ Բնական մեր միտքը չի գնար ըմբռնել։ Ինչ կնշանակի անոնց իրենց ստացվածքը գծախային, իրենց դունը, իրենց գալվածը, իրենց ակարագը։ Բայց Աստված այնպիսի շնորհք մտապեց անոնց վրա, որ իրենք սկսան դալու առանց հաշիվի։ Եվ նույն շնորհքը այսօր մեզի համար Աստված կարող է տապել սիրելիներ։ Երբ մենք կմիապանենք, երբ մենք սիրո մեջ կգալենք, Աստված այն շնորհքը կտապե եւ մենք կսկսենք դալու։ Եվ այն դալու ազատության մեջ կլար սիրելիներ, ոչ թե օրենքի մեջ անշուշտ։ Գիտեք, այսօր գրնանք, չեմ գիտե եթե կան շատերը կարոզեն ասելով որ դեցեք առաջին եկեղեցին իրենց գալվածները ձախեցին, մենք ալ պետք է այսօր նույնն ենք, ասիկա մեզի բադվեր էր։ Ես չեմ գարձեր արաքյալները այդպեսի բադվեր մտվին։ Այդպեսի բան չի գար։ Եվ ասի գիտես ուր կտեսնենք այս իրականությունը, երբ Անանիաս Սապիրա եկան եւ սուտ խոսեցան, ինչը սա Պետրոս արաքյալ, սա այս գալվածը քու իշխանությանը դագեր։ Թուն գրնայր դալ, գրնայր բաժին մդալ, կամ գրնայր լբանդալ, բայց ինչու սուտ խոսեցար։ Հոնդեր ինչ կտեսնենք, որ անոնք ազատ էին։ Ուր ազատություն կա սիրելիներ, դերոջը շնորհքը կգործե։ Օրենք եւ շնորհք չի գործեր միասին։ Ամեն։ Ուր ազատություն կա, հոն շնորհքը կգործե։ Եվ երբ Աստված տեսավ անոնց սերը, անոնց միապանությունը եւ անոնց ազատությունը, այս շնորհքը թափեց, որբեսի անոնք դային իրենց կարողութենեն եւ իրենց դրամապանության, իրենց ծրագիրներն ավելի։ Եվ հոն ամեն գարիք լեցվեցավ։ Մեկը կարողություն չի քաշեց սիրելիներ։ Ամեն։ Սերն այսօր դերը մեր աչև գտնե այս եկեղեցին։ Այսօր գրնանք շատ մանրամասնություններում մասին խոսիլ, բայց գիտեք առաջին եկեղեցի մասին գրնանք ժամեր խոսիլ, շաբաթներ խոսիլ, բայց այսօր դերը հստակորեն հագիրճ կե որ մեր աչև դրավ եկեղեցվո սույները նախ ինչ էին սույները, ովքեր գուզեն հիշել, Աստծո խոսքը, անոնց հաղորդակցությունը եւ աղոթքը։ Ինչ էին անոնց հատկությունները, միապանությունը, սերը, ուրախությունը եւ կողունակությունը։ Ինչ էին անոնց բդուղները, մարդոց աչև շնորհք կդան, ընդարձակվեցան, հրաշքներ եւ նշաններ տեսան եւ Աստծո քերբնական շնորհքին հանդիվեցան։ Այնպիսի շնորհքը, որ գարիկները գողոքար եւ մարդոց կմղեր դալու առանց ինչեր բարաջիշտ առանց չափի, առանց չափանիշի։ Սենալ առաջին եկեղեցու պատմությունը մեզի համար քեղեցիկ պատմությունը չէ։ Քեղեցիկ թրվակ մը չէ, որ այսօր գլսենք, գհիանանք եւ գանցնենք ոչ։ Անիկա մեզի համար օրինակ է։ Եվ մեր նպատակը բարձրապես չէ իրենց նմանիլ։ Մեր նպատակն է Քրիստոսի հասակին հասնել։ Եվ որովհետեւ մենք Քրիստոսի հասակին հասնել, մեր արժեվ մեկ օրինակ դրվեցավ դերոճմեն, այն առաջին եկեղեցին է։ Եվ այսօր որքան գնամանին անոնց, այնքան Քրիստոսի հասակին գրնանք հասնել։ Ամեն։ Այսօր բան մարինք սիրելիներ։ Այսօր որպես անցնաբես, որպես անց ունինք տասեսորվելու եւ որպես եկեղեցի։ Ամեն։ Եկեք մեր գլուխները խոնարհեցնենք սիրելիներ, աղոթքի մեջ լանք, արագ աղոթենք։ Երկնավոր քեզի փառք ունենք այս եկեղեցիկ օրինակին համար, որ մեր արժևը դրիր։ Շնորհակալ ենք, որ դեր թուն ծնար եկեղեցին եւ թուն նախասահմանեցիր, որովհետեւ այն եկեղեցին քեղեցկությունը եւ իրականություն արցանակրվի քո խոսքիդ մեջ, որովհետեւ այսօր մենք գարտանք, սորվինք եւ անոնց հետևինք։ Այսօր շնորհք դեր, որովհետեւ անհադաբես եւ որպես եկեղեցի գարանակ ամեն բան ի կորց տնելու նմանելու անոնց դեր քալելու այն հիմքերում մեջ որոնք իրենք քալեցին ունենալու այն հատկությունները որ քո մեջ դեն եւ ունենալու այն բդուղները դեր որոնք իրենք ունեն որպես մարդիկ կան եւ ուդեն այն քեղեցիկ երկնային բդուղները եւ գշտանան դեր այսօր շնորհք որ եկեղեցիդ աջի դեր հոգիով ճշմարտությունով թիվով դեր, որագով, ամեն տեսակետով դեր, հաղորդակցությունով դեր, սիրով, միապանությունով դեր։
Եվ քո զորությունը կորցի այս եկեղեցի մեջ։ Քո հրաշքները դեղան դեր, որբեսի մարդոց ուշադրությունը կրավվի եւ մարդիկ քեզի կանդեր։ Եվ գիտամ դե ցունես ճշմարիտ եւ գենտանի Աստվածը դեր։ Այսօր թափես քո շնորհքը եկեղեցիդ վրա դեր, որբեսի ժողովուրդը դեր գարենա դրամատրվել քեզի, որբեսի ժողովուրդը գարենա դալ իրենց գարելին եւ գարելին ավելին դեր, որբեսի յուրաքանչյուրս մեր բաժինը փերենք դեր։ Եվ քո թակավորությունը տարածվի դեր, քո մարմինդ աճի դեր, շինվի եւ հասի քո հասագիտ հասնի դեր։ Այո դեր Հիսուս, շնորհակալ ենք այսօր, թող խոսքը դեր այսօր մեր մեջ մնա դեր, չլա որ չարը քողնա անիգա դեր։ Եվ կխնդրենք որ այն խոսքը այսօր մեր մեջ աճի 30, 60 եւ 100 եւ բդուղ դա քո փառքիդ համար դեր։ Հիսուսի անունով խնդրեցինք հայր։ Ամեն։ Ամեն սիրելիներ, Տերը օրհնե ցեզի։